2025-ի top 10 դորամաներ, որոնք դիտել եմ, շատ եմ հավանել, այսինքն հենց 2025-ին են թողարկվել։ Մի հատ հիացեք իմ տեսարանով, հետևի ֆոնի եւ սկսենք այսպիսով։ Ամեն ինչ կկատարվի ջինը, կարծում եմ արաբական մշակույթի մասին յուրահատուկ կորեական մոտեցումներով շատ սիրուն նկարված, սյուժեն էլ շատ տարբերվող։ Հաջորդը ձեզ համար ես կառանձնացնեմ Գյոնուն եւ Փերինկային հայերեն, սյուժեն շատ տարբերվող էր, ես հավանել եմ գլխավոր դերասանների խաղը եւ սյուժեն։ Մյուսը Good Boy-ը, չեմ ասի, որ սյուժեն ընտիր էր, շատ կան նման սյուժեներ, բայց միայն գլխավոր դերասանի համար, այսինքն Բոգյոմի արժին էլ, որովհետեւ ինքը այդտեղ կատարյալ է։ Հաջորդը Դվարեց Պրիվիդենիումի, ինքը մի քիչ միստիկ, մի քիչ սարսափոտ ու պատմական մոտիվներով ինձ շատ ա դուր եկել եւ սիրելի X ներկապահին թարգմանվում է արմֆիլմում, տարվա լավագույն թրիլերն է եւ հոգեբանական եւ լարված սասպենս ժանրում, կարծում եմ դերասանուհու խաղը ընտիր է եւ դերասանները մնացած նույնպես ընտիր են, սպասենք տեսնենք ինչ է լինելու։ Հաջորդը կառանձնացնեմ ձեզ համար Nine Puzzle-ը, դետեկտիվ, միստիկա եւ սերիական մարդասպաններ ու իմ սիրելի դերասանը ընտիր է ամեն ինչ։ Հաջորդը կառանձնացնեմ ճապոնական Ալիսան սահմանագծին 3-րդ սեզոնը, կարծում եմ բոլորը հավանեցին, հայերեն թարգմանեցինք, խաղերը յուրահատուկ էին, նոր դերասաններ կային հետաքրքիր, այնպես որ ամեն ինչ շատ լավ բարձր մակարդակի վրա էր։ Երրորդ հորիզոնականը մեզ մոտ գաղտնի գործողություն ավագ դպրոցում, այս դորաման ինձ համար տարվա բացահայտումն էր եւ դերասանի առումով եւ սյուժեի առումով շատ եմ հավանել, շատ։ Երկրորդ տեղում է Տրիգերը, տարվա լավագույն մարտաֆիլմը, ինչու՞ չէ նաեւ դետեկտիվ, պատկերացրեք, որ դուք ունեք զենք, բոլորն ունեն զենք, ինչ կլինի աշխարհում։ Գժական մարտաֆիլմ եւ ընտիր դերասանական կազմով ու բացահայտումներով եւ առաջին պատվը որ հորիզոնական, երբ կյանքը քեզ մանդարիններ է տալիս։ Ես ուղղակի խենթանում եմ այս դորամայի համար, ինձ թվում է ինքը կմնա հավերժ իմ թոփում։ Ասեք, որոնք էին ձեր 2025 թվականին թողարկված դորամաների թոփը։